Հրապարակը գրում է մարտի 17-ից սրբազան շարժումը սկսել է ստորագրահավաք չեմ վստահում Նիկոլ Փաշինյանին։ Սկզբում նախաձեռնողները ու սրբազանը չէին բացառում, որ սա կարող է հերթական օրենսդրական նախագծի մեկնարկը դառնալ իշխանափոխության տանել։ Հիմա ասում են սիմվոլիկ բնույթ է կրում աշխարհին ցույց տալու, որ հայ ժողովուրդը չի վստահում Փաշինյանի իշխանությանը։ Վերջին շրջանի մեր բոլոր հանդիպումները ցույց են տալիս, որ ապաթիայի մեջ գտնվող ժողովուրդ չկա, կան մարդիկ, որ հուսախաբ են, ելքեր չեն գտնում, կան մարդիկ, որոնց ակնկալիքները շատ մեծ էին, բայց տեղի չեն ունեցել ու կան մարդիկ, որ համառ պայքարի մեջ են, ասել է սրբազանը։ Շարժման խոսնակն էլ նշել է, այո, ակցիան սիմվոլիկ բնույթի ժողովրդական անհնազանդության գործողություն է, մենք չենք սկսել իրավական process, սա անվստահություն հայտնելու համար չէ։ 2 շաբաթ անց ամփոփել են արդյունքները 42 ժամ կանգնելուց հետո 10,000 քվեաթերթիկ է եղել, մեկ ամսից կրկին հաշվելու են քանակը, փոխանցում է թերթը։ Ժողովուրդը գրում է ԿՊ-ն փորձելու է խոչընդոտել Վարդան Ղուկասյանի աշխատանքը որպես Գյումրու քաղաքապետ, տապալելով նրա որոշումները, չնայած արդեն որոշված է, որ ապրիլի 16-ի ավագանու ընդդիմադիրները Գյումրու քաղաքապետ կընտրեն Ղուկասյանին, բայց ԿՊ-ն էլ իր պլաններն ունի։ 14 մանդատ են ստացել Գյումրու համայնքապետի ընտրություններից հետո, փորձելու են ամեն բան անել, որ Ղուկասյանի պաշտոնավարումը որպես քաղաքապետ տապալեն։ Ամեն ինչ արվելու է, որ ավագանին որևէ որոշման համար քվորում չունենա, քաղաքի կառավարումը փաստացի տապալվի։ Երկրորդ սցենարի համաձայն Վարդան Ղուկասյանը չի կարողանա ձայներ հավաքել, երկրորդ փուլով ընտրություններ կնշանակեն, բայց ԿՊ-ի այս պլանը դժվար թե իրագործվի։ Նրանք պարզապես կվիժեցնեն Ղուկասյանի նախաձեռնությունները, կհրահրեն նրան, որ մարդ ծեծի կամ որդին դա անի, որ հանրությանն ասեն, թե տեսեք նախկինների վերադարձը ինչ վատ է, գրում է թերթը։ Հրապարակն էլ գրում է այսօր արցախցիների կոնսուլտացիաների վերջնաժամկետն է Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումից հետո, երբ պարզեցին, որ կառավարությունը չի պատրաստվում իրենց պահանջները կատարել, արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարեց, որ Հայաստանի քաղաքական հասարակական շրջանակների հետ կոնսուլտացիաներ են սկսում, որից հետո կհրապարակեն անելիքների ճանապարհային քարտեզը։ Տեղեկություններ կան, որ խորհուրդն այսօր կհայտարարի մեծ հանրահավաքի մասին ըստ նախնական քննարկումների այն նախատեսվում է կազմակերպել ապրիլի 23-ին ցեղասպանության ոգեկոչման նախորդ օրը։ Բացի այն, որ 7 տարի առաջ հենց այդ օրն էլ հրաժարական էր տվել Սերժ Սարգսյանը, ճանապարհ բացելով Փաշինյանի իշխանության գալու համար, եւ դա կարելի է համարել հետագա կորուստների ավերածությունների մեկնարկի խորհրդանշական օր։ Այդ օրը նաեւ ավանդական ջահերով երթն է Դաշնակցության երիտասարդների ամենամյա նախաձեռնությունը, հետեւաբար կազմակերպիչները կարծում են, դա այն օրն է, երբ կարելի է հզոր ալիք բարձրացնել։ Հրապարակը գրում է Փաշինյանը Սյունիք այցի ընթացքում ջերմ ընդունելության է արժանացել երբեմնի ընդդիմադիր համայնքապետերի կողմից, թե Կապանի ղեկավար Գևորգ Փարսյանը, թե Գորիսի համայնքապետ Արուշ Արուշանյանը, թե Քաջարյանի Մանվել Փարամազյանը սկզբից մինչև վերջ ուղեկցել են նրան, իսկ ուրբաթ երեկոյան Քարավան ռեստորանում մասնակցել ճաշկերույթի, որին ներկա են եղել մարզպետները, տեղակալները, սյունեցի ԿՊԱ-ականները, համայնքապետերը։ Ռեստորանում մնացել են մինչև ուշ գիշեր, վարչապետին ճանապարհել Մեղրի, որտեղ նա կնոջ հետ գիշերել է Ցենտրալ հյուրանոցում։ Նախորդ այցի ժամանակ Փարսյանը հատուկ չէր մնացել քաղաքում, որ չշփվի Փաշինյանի հետ, իսկ այս անգամ հետևել է Արուշանյանի ու Փարամազյանի օրինակին, որ խնդիր չունենա։ Թերթը հիշեցնում է, նրա ընտանիքի հետ կապված վարույթներ կային եւ հետապնդումներով իշխանությունը հասել է իր նպատակին, եւս մի անհնազանդ քաղաքապետի հնազանդեցրել է։ Իրավունքն էլ գրում է Չարլեզուները շշնջում են, որ Փաշինյանը վերջնականապես հակվել է Վարդան Ղուկասյանին կալանավորելու մտքին։ Դեռ բոլորի ուշադրությունը կենտրոնացված է Գյումրիի վրա, այդ քայլին խուսափում է գնալ։ Կսպասեն մինչև ընտրվելը մեկ ամսի չափ կանցնի, ուշադրությունը կսկսի թուլանալ, այդ ընթացքում էլ Վարդան Ղուկասյանը աչքի կընկնի եւ կգա կալանքի ժամանակը։ Սակայն խոսքը Վանաձորի սցենարի մեխանիկորեն կրկնելու մասին չէ, կալանավորելով Ղուկասյանին
Նախագահին կսկսեն ակտիվ աշխատել նրա թիմից մի քանիսին հրաժարական պարտադրելու եւ այդ ընթացքում առաջ եկողներին վերբով կանելու համար եւ օրակարգ կգա նրա հրաժարականի ու ՔՊԱ-ական քաղաքապետ ընտրելու տարբերակը, գրում է իրավունքը։